Դուք եք այս գյուղի բնակիչ։ Այո։ Կանգնեք, էլի խնդրում եմ։ Դուք եւս միացել եք բողոքի։ Այո։ Որևէ լուծման եկաք, որևէ առաջարկներ եղան։ Դե առաջարկներ կլինեն, բայց առայժմից չկան։ Ոչ մի առաջարկ չկա, բայց եւ այնպես ամբողջ գյուղը մտածում է, որ պետք է ավտոբուսը լինի, որովհետեւ հենց մենակ այս գյուղի պատիվը պահելու համար 18 զոհ մենք մի օրում ենք տվել պատերազմի առաջը, չի կարելի հարգել այդ գյուղացուն։ Հենց պիտի հերոսի կոչում տան գյուղում, որովհետև 18 դիակ փողոցում շարված էր գյուղի կենտրոնում։ Ով մոտիկացավ, ով եկավ ասեց, այս գյուղացիները ինչ վիճակի մեջ են։ Եվ հայտարարում է մեր պարոն վարչապետը, գյուղացուն ցեխից անում են, գյուղացուն ցեխից չի անում, ինքը գյուղացուն ցեխն է գցում ու տրորում։ Ասում են երկուշաբթի օրվանից է, հա, այդ փոփոխությունը լինելու։ Այդ փոփոխությունը երկուշաբթի օրվանից է լինելու, բայց արդեն 1 տարի է խոսակցությունը գնում է։ Մեր գյուղապետը պայքարում էր դրա համար։ Ինքը 1 տարի պայքարել է, որ չփոխեն, բայց արդեն երևի իրան էլ, այսպես ասած, կողտվեցին ու հիմա ուզում են ինչի համար պիտի լինի, երբ որ Սարոկյանի տղան բանակում չի ծառայել ոչ մի օր, տենդեր է շահել, պահ փող ունի պիտի շահի ու հերոստացույցով ցույց էին տալի իր ոսկիները, իր կարողությունը, իր ամեն ինչը, որ իրան պիտի բռնեն, բռնագանձեն, բա ինչի չի բռնագանձեցին։ Գյուղացիները գնում են գյուղապետարան, ամեն դեպքում ձեր կարծիքով խնդիրը կլուծվի երկուշաբթի օրվանից այլ պատկեր։ Չի լուծվի։ Մինչև մեր վարչապետը, մեր քաղաքապետը չփոխվի, ոչ մի հարց չի լուծվելու։ Ամբողջ ազգային ժողովը պիտի փոխվի։ Բայց եթե բերեն նոր ավտոբուսներին ինչ եք անելու։ Ինչ պիտի անենք, չենք նստելու։ Չենք նստելու, ինչ պիտի անենք։ Ասենք մի ամիս չնստեցինք, ոնց որ Եղվարդում, Զովունիում մի ամիս չնստեցին, բայց մեկը իր դեմը խաղ չկա։ Օլիգարխների դեմով կարող է, ոչ մեկը։ Այսօր չնստեցի իմ երեխան ուսանողա, չգնաց դասի վաղը, չգնաց մյուս օր, ինչքան կարող է չգնա։ Առաջ 150 էր, հիմա 100 հիմա նոր 150 է, հիմա արդեն ինչ որ ասում է 250։ Որտեղից պիտի վճարի, երբ որ ծնողը 100,000 Պողաստան, այդքան գումարներ որտեղից պիտի վճարի։ Ուրեմն երեխան պիտի դպրոց չգնա, այո, ճիշտ է ասում վարչապետը, դպրոցը երեխաներ սովորելու համար չի, ոչ էլ ուսուցիչների համար է։ Ես չգիտեմ, հարցեք ձեր վարչապետին, ինչի համար է դպրոցը։ Մեքենաները վարելը շատ հեշտ է, նստեք, գազ տվեք, դեկետը դրեք, գազ տվեք ու գնացեք, ուր կգնաք, թե գնացեք։ Խնդրեմ։ ինչ եք մտածում այս հայտարարությունների մասին, որ Փաշինյանը։ Մտածում եմ, որ պիտի փոխվի մեր վարչապետը, մեր ամբողջ անձնակազմը, թող գետ մեկ հատ դեպուտատի որդի ցույց տան, որ զոհվել է պատերազմում, կամ բանակում ծառայում է։ Ինձանից լավ մարդիկ են, ինձանից խելացի են իրանք, որ իրանց երեխան չպիտի ծառայի, իսկ իմ տղան 4 պատերազմի մասնակցի։ Ինչի համար։ Ժողովուրդը կրկին դուրս կգա փողոց այս անգամ Փաշինյանի հրաժարականը պահանջելով։ Ոչ բոլորը, ոչ բոլորը, ոչ բոլորը։ Կոնկրետ ես անպայման դուրս կգամ, որովհետև երբ որ ես լսում եմ իր հաղորդագրությունները, խելագարվում եմ ուղղակի։ Միգուցե ես անգրագետ կինեմ, կամ գրագետ եմ, ես դրա մասին ոչինչ չեմ ասում, բայց եւ այնպես երևի իրանից շատ բան եմ հասկանում։ Այո, Սարգսյան Մարիամ։ Ես ինքս Նախիջևանի ծնունդ եմ։ Ինքը այսօր ասում է Նախիջևան ունենք, անգլավներ ունենք։ Մենք Արարատի մարզում, Տիգրանակերտ, չգիտեմ, Քյարքի մարքի, բայց ինքը մոռանում է, որ Նախիջևանը ումն է։ Երբևէ ինքը եղել է Նախիջևանում։ Ինքը գիտի Նախիջևանում ինչ մարդիկ են ծնվել, ովքեր են ծնվել, ովքեր են խելացի մարդիկ։ Արամ Խաչատրյանից բռնած Նախիջևանից են։ Ինչը որոշեցիք հենց այսօր ճանապարհը փակել, ասում եք, չէ՞ մի տարի այս խնդիրը կա։ Որովհետև մտածում էին գյուղապետը շարժանում, գյուղապետը հետաքրքրվում է, գյուղապետը անդադ այդ հարցով հետաքրքրվում էր, ինքը ժողովրդից, այսպես ասած, ինքը շատ լավ կարողանում էր դրսևորել իրան, բայց արդեն հասավ գագաթնակետին, որ նման օլիգարխի դեմը կանգնել հնարավոր չի։